Օրերս Զվարթնոցը թնավականի կարգոպերնային համալիրում պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զնման են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանին։ Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել են քսուկի տարաներ, որոնց մեջ առկա են եղել ընդհանուր 675 գրամ համակաշող սպիտակ փոշենման կոկային տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Հիշալ դեպքով Պետ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հնարավոր ստացող անձի ինքնությունը։ Քաղաքացին պետք է ժամաներ Հայաստանի Հանրապետություն եւ ստանար հիշալ առաքանին։ Ժամանելուց հետո նշված քաղաքացու նկատմամբ սահմանվել է հսկողություն։ Ձեռնարկված անհետաձգելի վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում կոկային տեսակի թմրամիջոցի փոխարեն փոխանինված նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանի ստանալուց հետո ձերբակալվել եւ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Ուկրաինայի քաղաքացի Ա.Վ.-ն։ Միաժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որ Ուկրաինայի քաղաքացին առաքանի ստանալուց եւ թմրամիջոցներն իրացնելուց հետո կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիայի Հանրապետություն։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին, ովքեր զնման են ենթարկել առաքանին եւ հայտնաբերել են 1300 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց։ Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նա ձերբակալվել է։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։